Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, եթերում տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին։ Բարև ձեզ, պարոն Շիրինյան, շնորհակալ եմ նոյան տապանի հրավերն ընդունելու համար։ Պարոն Շիրինյան, փորձենք ամփոփել անցած շաբաթը եւ հասկանալ, թե այս շաբաթ ինչեր են տեղի ունենալու։ Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթը դարձել է քննարկման թեմա, դրա մասին խոսում են եւ ընդդիմադիրները եւ իշխանականները։ Գլխավոր ուղերձները մի քանիս առանձնացնենք եւ հետաքրքիր է լսել նաեւ ձեր տեսակետը։ Վարչապետը խոսեց Եվրոպական խորհրդարանը Վրաստանի եւ ԵՄ-ի միջև սառեցված այդ քաղաքական երկխոսությանը եւ շեշտադրեց, որ դրա ազդեցությունը բավականին մեծ է Հայաստանի ԵՄ-ին ինտեգրման ճանապարհին։ Նախ ինչու խոսեց այդ մասին, ընդդիմադիրները պնդում են, որ Եվրոպայի մեջ չէ սպասում ավելորդ էր այդ հայտարարությունը։ Երկրորդ ուղերձը Ղարաբաղցի իրենց հաստատ չէր սպասում ռևանշից։ Ես հարցերս ուղղեմ, որ ձեզ չընդհատեն։ Երկրորդ ուղերձը, որին կուզեմ անդրադառնամ, Ղարաբաղցի մեր քույրերը եւ եղբայրները պետք է ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ առհավետ տնավորվեն Հայաստանի Հանրապետություն։ Արցախցիներն ասում են, Նիկոլ Փաշինյանը այն մարդը չէ, ով պետք է որոշի իրենց վերադարձի եւ չվերադարձի խնդիրը, ընդ որում գտնում են, որ Նիկոլ Փաշինյանը առհավետ փակում է իրենց տան դռները իրենց առջև։ Ինչու է այդպես անում։ Այս երկու ուղերձներին անդրադառնանք, որից հետո կանդրադառնանք թրիփին եւ ինչու է Նիկոլ Փաշինյանը հայտարարում, որ Հայաստանում կան նաեւ պատերազմի կուսակցություններ, որոնք առաջնորդում են հոգեվորականները։ Որտեղ կան։ Ուրեմն տեսեք ինչ կա։ Ես նաեւ որոշ իմաստով վարչապետի աշխարհայացքի ծանոթություն ունեմ, շատ չեմ ասի ունեմ աշխարհայացքի փիլիսոփայության։ Ինք այն համոզումն ունի, որ Հայաստանի ապահով ներկան եւ ապագան բացառված է առանց տարածաշրջանային պետությունների միջև հավասարակշռության, ուժային, տնտեսական, քաղաքական եւ այստեղից էլ Վրաստանը, եթե Վրաստանը չի շարժվի, Հայաստան աշխարհագրորեն նախմաս չի Եվրոպային եւ այստեղ բարդություններ կան եւ դա նորմալ պետության նորմալ մտահոգություն է ուրիշ ոնց այս առասավարակով հիվանդացածի համար հասկանալի չի երկրորդն էլ զգացմունքային ընկալման իմաստով հասկանալի չի ոնց դե բան Երեք էլ մի ինչ-որ վերլուծաբան կա Վրաստանի հետ պրոբլեմ չունենք, ինչ գիտես, ունենք, թե չունենք, ունենք։ Եվ ուրեմն դրա համար էլ վարչապետը Վրաստանի հետ շատ է աշխատում։ Այդ ասեմ, հիմա տեսեք ինչն է հարցը։ Մեր եվրոպական ուղղությունը, որ ասում են, այդպես ասենք, հա, ավելի շատ քաղաքակրթական ուղղություն է։ Ասեմ ինչու համար։ Որովհետև պիտի հեռավոր պատմական անցյալ վերադառնանք մեր եւ Եվրոպայի կոդերը ճշգրտելու իմաստով։ Պոմպեոսի հետ Տիգրան Մեծի դաշինքի ստորագրումից Հայաստանը վերջնականորեն որտեղ գրեց այսօր որ ասում են եվրոպական քաղաքակրթական ուղին վերջնականորեն անփոփոխ է սա Ինչպես նաև քրիստոնեության 301 թիվը անփոփոխ է ժողովրդի համար։ Հիմա ինչ ուզում եմ ասել, բայց նախապես ասեմ, որ մեր ժողովրդի, որ եւ Հայաստանը որպես պետություն, որտեղ այդ շրջանում նա կայսրություն էր, Տիգրան Մեծը կայսրություն էր, այս ողորմելի վիճակում չէր։ Եվ ռուսական տիրապետություն չկար, գիտակցություն չկար հայերի մեջ։ Ուրեմն այդ գործը սկսվել է պապիկ եւ թորնիկ նախաձեռնությամբ։ Ուրեմն Հայաստանն առաջին անգամ լեռնաշխարհի իմաստով ամբողջական դարել է, բացի 4-րդ հայքը, ուրեմն Արտաշես առաջին մեծ սիրահարի սատենիկի պատմությունը, էլի, ուրեմն օրով։ Ինչ արեց Արտաշեսը։ Միավորեց Իվան, այս բոլորը հասկանալի է, հայտնի է։ Ուրեմն առաջին անգամ ուրեմն Արտաշեսը Հայաստանի Հանրապետություն ասեի պետության իր ստեղծած դարբասները լայնորեն բացեց հելլենիզմի դիմաց հունականության հելլենիզմ ու չեմ ուզում ասեմ բայց որ մենք չասենք հելլենիզմի ճանապարհի դիմաց եւ ինչ արեց դա հանճարեղ այս Գերտաստանը հանճարեղ է դինաստիան մեր համար ուրեմն նա
հունական այն տարիների համար, դարերի ամենառաջավոր մշակույթ քաղաքակրթությունը ներառավ հայաստանյան իրականություն, խառնեց, հիմա որ միքս են ասում, միքս բայց լավ իմաստով, խառնեց եղած հայկական մշակույթ քաղաքակրթություն պրակտիկայի հետ եւ հիմքը դրեց ուրույն այն քաղաքակրթության, որ մինչև հիմա արձագանքները կան, բայց նրա որակական ավելի որոշակությունը հաղորդեց, ասեցի, Տիգրան Մեծը, այսինքն չէ տղայի տղան, Տիգրան Մեծը, ուրեմն Տիգրան Մեծը եւ դա Պոմպեոսի հետ դաշինքով է։ Այդ դաշինքը ֆիզիկական չի միայն, այդ դաշինքը նաեւ ուրեմն քաղաքակրթական եւ առաջին հերթին դուք որ նայեք եվրոպական խորհրդարան, կտեսնեք, որ այնտեղ անկախ են բանից, որ պետությունից են, ինչ են բան, բայց այդ հոտնկած ծափարությունները մեր վարչապետը որ լինում է, դա ծափարություն է հին հայկական եվրոպական քաղաքակրթությանը, ամփոփիչ ասեմ ձեզ, ուրեմն Հայաստանը ոչ թե Եվրոպա է գնում, ես որ զահլա են դանում, Եվրոպա գնում են, չեն գնում, Հայաստանը ոչ միտեղ չի գնում, ինքը իր տեղում կանգնած է, մնում է, Եվրոպան ինքը շարժվեց դեպի Հայաստան, ինչու, որովհետև ուրեմն այն հիմնական շարժիչ չասեմ, խողովակը, որով եվրոպական քաղաքակրթությունը արևմտյան, հիմա չգիտեմ ոնց ասել, որ մենք լավ հասկանանք դիմացինը, որտեղ մենք արևելքում ենք, արևմտյան այդ քաղաքակրթության սնուցիչ հզոր բաղադրիչներից մեկը հայկական խողովակն է, մենք Եվրոպա ստեղծած ժողովուրդ ենք, մենք չենք գնացել, վերցրել եւ այլն։ Ասեցի խառնեց, մոդելն էստեղ է, Արտաշեսը խառնեց իրար, հունականությունը, հելենիզմը խառնեց տեղականի հետ, ստացանք այն ինչ որ ունեցանք։ Եվ դա մինչև հիմա շարունակում է տրամադրության մեջ։ Հիմա ուրեմն այս շարժը կատարվեց եւ մենք հույների հետ, հռոմեացիների հետ այդ մեր թուլությունն է, որ չենք կարողանում, մեր աղճատված ազգային ինքնագիտակցություն եւ պատմագիտություն կոչվածն է, պատմաշինություն, որ խաթարել այդ բոլորը։ Մենք այս 2, 3, 4 ազգերի հետ ստեղծել ենք արևմտյան քաղաքակրթություն, որ դրան դեմ է, ես ասում եմ հիմա այսօր թող գնա ուրեմն Մարտիրոս Սարյանի տուն թանգարան եւ ուրեմն մանկա այդ ամբողջը անցնի, բայց հասկանալով կտավները նայելուց այն գունագեղությունը եւ այն մարդասիրական եւ այլն այն մի մասը եվրոպական է, գունագեղությունը արևելյան է, սինթեզ է սա դիալեկտիկական բան է, սա տափակ ուղեղի համար հասկանալի չի, մշակույթ քաղաքակրթություն է, որի վերջին կետը, այսպես ասենք, ցիկլային իմաստով տվեցին կամ խփեցին Տիգրան բանը, Ուրտերթատ մեծ արքան եւ Գրիգոր Լուսավորիչը, այնքան պոտենցիալ մենք ստացանք, որ տեսեք վերցրինք Եվրոպայից այդ ժամանակ, հույն Եվրոպա այսպես հասկանանք, բայց մենք քրիստոնեությունը առաջին այնքան շարժվեցինք, որ պետական կրոն մենք հրճագեցինք եւ Հայաստանին եւ հայ ժողովրդին, այսօրվա հայ ժողովրդին տվեցինք փափուկ ուժի այն հզոր պոտենցիալը, որը դարերով Հայաստանը կապրեստի, եթե իհարկե մենք չմնանք այս ճահիժների մեջ ռուս, թուրք, եւ այլն, եւ չհակադրվենք Ռուսաստանը պաշտպանելու an դիմացինի Թուրքիայի թուրքականության մեջ մեղադրենք, սա հիմար տգետ տեսակետ է, երբ որ ասում է, եթե Ռուսաստան չէ Թուրքիա, եթե Թուրքիա չէ Ռուսաստան, ես ասում եմ ոչ Ռուսաստան, ոչ Թուրքիա, եւ Ռուսաստան եւ Թուրքիա, բայց ինչ, կենտրոնում Հայաստան ու վերջ, նա շարժի մեջ, այս դրա համար եվրոպացիների ընկալումը ինձ համար շատ հասկանալի է, տեսնեն թե ցեղասպանության տարիներին եվրոպական մտավորականությունը, պետությունը ինչ տառապալից պայքար էին մեղում հայ ցեղասպանվող ժողովրդի հանդեպ, ընդ որում մի բան ասեմ, աշխարհում եք, ինչը ռուս մտավորականությունը չարեց, երկու անգամ Մոսկվայի հայ ուրեմն պատվիրակությունը գնում է Տոլստոյի մոտ եւ խնդրում աղաչում է, ասում է, լսի,
Այնտեղ Լուի Արագոն, չգիտեմ ով, Եվրոպան ոտի է կանգնել, մտա խիղճ է Եվրոպայի։ Եվ Սասունի կոտորվող ժողովրդի համար սուլթանին դիմում են էս, մի լավ բառեր դու ասա, չի ասել, գիտեք, բառացիորեն։ Դե ասել է ոնց կլինի մորթվողը հեշտ մեղք չունենա, բայց իրեն չի ասել։ Մահանալուց էլ ռուսական եկեղեցի նրան չի թաղել, հայերն են թաղել հայկական եկեղեցու։ Տոլստոյի մասին ձեզ Ռուսաստանի խիղճը։ Եղավ, ուրեմն որովհետև ինչու, սա քաղաքակրթորեն մեզնից հեռու մի բան է։ Հիմա հանգամանքները բերել են, մի խոսքով հետները շփվել ենք, եղել ենք եւ այլն, սա այլ բան է։ Ուզում եմ ասել, սա էս մեկ։ Երկրորդ անվտանգային առումով հասկանալի է վարչապետի մտահոգությունը, որովհետև աշխարհակարգը, տեսեք, ինչ ասեմ, ասում են հիբրիդային պատերազմն է։ Աշխարհակարգը հիբրիդային փոփոխության ընթացքի մեջ է, որտեղ մեր ուժը շատ բավարար չի։ Երկրորդը Ռուսաստանին հաջողվել է մեզ պառակտել ուղիղ երկու մասին, նա մեզ կառավարում է ռևանշիստներին օրակարգ թելադրելով, փողոց անելով, եկեղեցու այս բաներին, ուզուրպատորներին հանելով փողոց, ըստ էության հայ ժողովրդին 4-5 տարի զբաղեցրել այս հարցերով եւ պետությանը Ռուսաստանն է անում։ Այսինքն ուզում եմ ասել, այս պայմաններում հասկանալի է միջավայրի ուրեմն մեր հարևանների հարաբերությունների հարցը, որի վերաբերյալ հղում կարող եմ անել, հատկապես դաշնակցական մտավորականությանը 20-րդ դարի 20 թվականների Արտաշես Աբեղյան կարդացեք, թե ինչպես էր կռիվ տալիս Հայաստանի եւ հարևանների հարաբերությունների կարգավորմանը։ Հիմա հիշեցնեմ Արամ Մանուկյանին, Արամ Մանուկյանը ուրեմն հարյուրավոր փթով ծորեն է վերցել Վեհի Փաշայից, հանուն Հայաստանի Հանրապետության գոյության եւ ժողովրդի, եւ Վեհի Փաշան հայտնել ցեղասպանության կազմակերպիչներից մեկն է։ Իր տաններ պահել է, նստել են, ելել են, ուղարկել է, ինչի արել։ Այս ինչի, այս գնում են ինչ-որ Սալավյով գիշերցերը սպանեցին, այս ինչ տխմար ասես ցիտում են, այնտեղ Մարիա Զախարովայի մեկնաբանն է դարել հայ ժողովուրդ, այսօր Հայաստան մի մասը, հասկանում եք ոնց է, հիմա այս պատմությունը պիտի նայեք, թե ինչի Արամ Մանուկյան ավելի քիչ հայրեն ասել էր, քան 4 անգամ նախարար դառած եւ օպտիմալացրած կրթություն ու մարդիկ, այսպեսի բան կարելի է մտածել։ Հիմա ինչ եմ ուզում ասել, սրանք եւ ահա այս է հարցը։ Երկրորդ մնացածը գիտեք ինչ կա։ Ես այս հարց եմ տալիս աշխարհում եք հայերին։ Դուք գիտեք որևէ գործիչ բացի Հիտլերը, որ ասել է պատերազմ եմ ուզում։ Նույնիսկ Ալիևը պատերազմ բարձում է չուզել, այլ ուզել է հայ ռևանշիստներին պատժել։ Իբրև թե, հա? Պատերազմ չի ուզում, բայց երաշխիքներ է ուզում։ Ուրեմն երաշխիքներ է ուզում խաղաղ լինելու համար, որտեղ մեր ուժերը բավարար չեն։ Երկրորդ ըստ էության նրա վերաբերմունքը Մակրոնին նայեցեք, այն ջերմությունը որ կա, դա Ֆրանսիան է քրիստոնեական, մշակութային, քաղաքականը դնում են կողքի, որտեղ այս բոլորը տարբեր շերտեր ունեն։ Եվ համակրանքը վարչապետի հանդեպ, այստեղից է ռուսական հատվածի կիսամեռ վիճակը, նաև Հայաստանում։ Բարձ է, այսօր Ռուսաստանը մրցելու բան ունի Ֆրանսիայի հետ, հա? Որն պետության հետ մրցելիք ունի։ Նույնիսկ տարածքով չունի, զենքի ուժով չունի, ինչով որ հայտնի եղել։ Բացի խառնակցությունը, որի մեջ գերազանց է մեր բարակայում։ Հիմա ուզում եմ ասել, այս հարցերը շատ ակտուալ են։ Ասում են ինչու է Հայաստան ուզում միջնորդ դառնալ։ Ինչին, որովհետև միջնորդները շահում են։ Ռուսաստանը միշտ շահել է հայ-թուրքական հարաբերություններում միջնորդ լինելու բարակայում։ Դուք երբ կարող եք միջնորդ լինել, երբ ունեք ինստիտուտներ, երբ ունեք ասելիք, երբ ունեք դրական գործ անելու, բայց մենք չենք ուզում, բայց Տիգրան Մեծը չի եղել միջնորդ պետությունների համար, Հայաստանի պատմությունը այսինքն այս հայտարարությունը այս ուղերձը պետք է ընկալել որպես միջնորդ մեր շահերից ելնելով, մենք շատ շահագրգիռ ենք, որ Վրաստանի հետ հարաբերությունների ներդաշնակություն առաջանա. Եվ այս պայմաններում բնական է, որ կուզենք նաև մեր ծառայությունն առաջարկենք, բայց համաշխարհային քաղաքականության մեջ մտնելի չէ նշանակում։ Ռուսի կոշիկ լիզելը, հա, զանգել նրան, խնդրել, որ Թուրքիա հետ հարաբերություններ մեր կարգավորի, հիշեք Սումգայիթի օրերին չէր։
Մերրանք բացադրելով այստեղ ժողովուրդը հալից ընկնում էր, որ ռուսները դատեն մի ադրբեջանց ու դատեցին, այդպես է չիմացանք, դատել են թե չէ։ Հիմա ուրեմն ուզում եմ ասել, այսպես ասեն, հա, ամփոփիչ ասեմ, եթե պետություն ենք, ուրեմն պետություն ունի իր ֆունկցիաները, եթե ուզում ենք գործոն լինենք եւ մեզ բանի տեղ դնեն եւ դեր խաղանք, ուրեմն մնացած ֆունկցիաները պիտի կատարենք, բայց մեզ խաղաղություն է պետք։ Այդ բոլորին է պետք։ Հասկանալով, որ այդ խաղաղությունը մեզնից չէ որ կախված է։ Ես ուրեմն այսպես մի բան ասեմ, էլի Գերմանիայի օրինակ շատ եմ բերում, մոտավորապես պատկերային եմ ասում։ Նույն խաղաղության մասին անդադ խոսում էր նաև Ադենաուեր Հիտլերից հետո, նույնը։ Հետո մի ուրիշ մի դրվագով հայտարարում է, որ արդեն Գերմանիան ունի, չգիտեմ, քանի բունդեսվերն այնտեղ, քանի դիվիզիա ունի արդեն։ Այսինքն, այս տխմանեն ուզում են լրտեսություն են անում, Հայաստանը պիտի ասին կզինվում է, թե չէ։ Ուրեմն ամեն ինչ օքեյ է, ամեն ինչ նորմալ է, եւ մենք սովորում ենք քաղաքականություն վարել պետության տեր լինել։ Առանց ռուսական օժանդակության եւ առանց KGB-իշնիկների։ Եվ դա է պատճառը, որ արցախցիների թեման համարում ենք։ Հիմա արցախցիների թեման վերադառնում եմ հետեւյալն, որովհետեւ շատ ցավոտ է։ Արցախը կոնֆլիկտ է, Արցախը պատերազմ է։ Արցախը էսպես է, հիմա Արցախ կա։ Արցախը տվել է Ղարաբաղյան կլանը, իր մանիպուլյացիաներով իր համար։ Դրա համար էլ ես այդ 8-ին ինչու տարան, մենք ցա պետք է հասկանանք։ Այս գյուղը ես չեմ ուզել, դուք չեք ուզել կամ տեղյակ։ Ինչու տարան։ Շատ հնարավոր է ռուսական ախրերի ինֆորմացիայի են տիրապետում։ Գային ասեին ինչ է կատարվել, ինչպես են հանձնել, ռուսիչները խաղացել։ Եվ երկրորդը ներհայկական հակասությունները սրել, չէ։ Պուտինը տվել է Նիկոլից ուզում են, քեզ բան։ Պուտինը չի հանձնել սրանց Բաքու։ Հանձնել է, չէ։ Հիմա Նիկոլա ինչ կապ ունի այդ հարցի հետ, այդ պատերազմը, այդ ձևով, այն պարտվելը եւ լախ կնալ եւ այլն։ Ուրեմն ուզում եմ ասել, լսել ներհայկական հակասությունների համար։ Հիմա կա նաեւ բան։ Հիմա Հայաստանի վիճակի է պատերազմով, ասենք, կանգնեցնել Ղարաբաղ եւ այնը կարողանան կանխել էլի։ Գարխտեր չէ։ Գրվել են, Հայաստանը չի հրաժարվել ոչինչ, պարտվել է Ղարաբաղյան կլանի ջանքերով եւ կլանի ղեկավարությամբ ռուսների հրամանով։ Հայաստանը երաշխավոր է եղել եւ չի կատարել իր ֆունկցիաները, ասում է Ռոբերտ Քոչարյանը։ Ուրեմն երաշխավոր է եղել, բայց Հայաստանը ուժը չի պատել։ Հայաստանը իր երաշխավորությունը շարունակում է այլակերպությամբ, իր ժողովրդին տեր եղել։ Նյութական այն հնարավորություններով, որով եկել են։ Բայց սրանց նպատակը Հայաստանի պատերազմներն քաշելն է, շարունակելն է, այսինքն դուք պատկերացնում եք ջերմուկից հետո նորից շարունակել այս բոլորը։ Դրա համար ուզում եմ ասել, այս մանիպուլյացիաները, որոնք շատ մտածողության վատ բառ ասեմ, չեմ ասում, հիվանդոտ մտածողություն են դիտավորյալ։ Պարոն Շիրինյան, բայց այս միջազգային հարթակներից է խոսում Արցախից հրաժարվելու մասին։ Հայաստանը ինչ-որ չէ պայմանագիր ուզում է դուրս գալ այս վիճակից, ես հարց եմ տալիս, կամ դուք շարունակում եք նույնը շարունակում եք, կամ էլ Հայաստանը պարտավորությունների մեջ է մտնում, ընդ որում ասեմ, ծավալի է չեմ ուզում, մեզ պարտավորությունների մեջ են մտցնում, եթե մենք այդ չափով դուրս կանք, ինչպես որ ասում են այս KGB-իշնիկ լրտեսները, մեր վիճակը շատ է վատանալու, այդ չեմ ասում ուրիշ բաներ։ Հիմա հարցս այսպեսին է, գիտեք, որ նորից Գերմանիա վերադառնանք, որտեղ Գերմանիայի հզորություն հայտնի է, Ռուսաստանն էլ հայտնի, ինչ-որ պատկերով։ Հիմա գերմանացիները Կալինինգրադ մարզ ուզում են, թե չէ, պրուսցիներ ուզում են, թե չէ։ Եվ ռուզեն կտեսնեին։ Հիմա ուզում են թե չէ հզորության։ Հիմա Գերմանիայի պրուսական ժողովուրդը, պրուսցիները Գերմանիայում են թե չէ։ Փախան չէ։ Հիմա մի գերմանացի չի ապրում, չէ՞ Կալինինգրադի մարզում։ Ինչքան Ղարաբաղցի կա ապրում է, ինչքան Շամխորից կա ապրում է, ինչքան ուրեմն Հայաստանից մարդիկ շատ վրացի բան եւ այլն։ Բա հարցս այսպես է, այ բաներ, ինչու գերմանացիք չեն ուզում, ինչու մերցին գերմանացիք չեն խեղդում, թե ինչու Եվրոխորհրդանում Պրուսիան չես ուզում, կարող է պատասխան կա մեկը, կարող է ասել։ Գիտեմ, որ միջուկային հարված կստանան, գերմանացիք գիտեմ, սրանք էլ գիտեմ, բայց այդ դեպքում
իրենք գիտեն կենթանի են մնալու, իրենք կենթանի չեն մնալու, ես զգուշացնում եմ, ասել եմ, ես Ռուսաստանի քաղաքականությունը տեղաշարժ ունեցավ, ես կլանին ինքը պատժելու է, տանելու է Բաքու, ոնց որ նրանց տարավ, իր մարդկանց, ռուսները հայերի մեջ իրենց մարդիկ չունեն, իմացեք, ոչ մեկն իրենց մարդը չի, գործիքներ ունի, օգտագործում է ըստ պահանջի եւ այլն, դրա համար պետք է պետությանը թողել շնչել, հիմա հարցը սետերան է, լավ, Արցախի հարցը անշուշտ պետք է շարունակվի, ես բանաձևն ասել եմ, մեռա կրկնելով, Արցախահայերը, Հայաստանի Հանրապետությունը եւ դուրս, ոչ կագեբեշնիկ, ոչ ռուսախոս, բարձ է, սա շատ կարևոր է, ներկայացական մարմին են ընտրում են, որը գործատիր մարմին են ընտրում 5 հոգի, 7 հոգի, նստում են Ստրասբուրգում, պայքարում են Արցախյան հարցի եւ ժողովրդի վերադարձի համար, ինչու դա չեն անում, այդ դեպքում Հայաստանի Հանրապետությունը, ես չեմ կարող ասել ուրիշի փոխարեն, ես վստահ եմ, որ ես եմ կուսակցության եւ մյուսների անունից կարող եմ, մենք ամեն ինչով կօգնենք իրենց, ամեն ինչով, ինչպես արել ենք, իրենք չեն արել, փախել են իրենց երկրի շատերը, մենք կանենք ինչպես որ արել ենք, ինչու այդ ճանապարհով չեն գնում, Հայաստանը հիմա Հայաստանի տարածքը 30,000 իշխանությունը կարող է տրամադրել Արցախի հարցի պայքարի համար։ Դե դեպքում Մոսկվան է ուզում, չէ, ինչ-որ մի բան ան, ինչու ենք մերժում հումանիտար օգնությունը արցախցիներին։ Ընտրությունների վրա է ուզում ազդել։ Նա տեղահանեց, լցրեց, որ հումանիտար օգնություն տա եւ պատկեր մնա ռուսի։ Եթե արժանապատվություն ունեն, բոլորը գիտեն ինչ եղել։ Գալատամորն արել է ռուսը, ուրեմն Լավրովի պլանով Հայաստանը հանձնվել, Արցախ հանձնվել է Թուրքին ռուսը, Պուտինը հայտարարեց եւ այլն են Չարսեն Շոյգու մոյգու արժանապատվություն չունեք, դու ո՞նց եք այդ հացը ուտում իրենցից վերցնում։ Մեր երկիրը ձեզ, եթե բողոք ունեք, բանն եք, ես ասում եմ, հանդիպեք վարչապետի հետ նորից, ուզում եք մենք էլ գանք, տեսնենք ինչ կարող ենք անել, ավելին անենք։ Ես վստահ եմ, որ այստեղ կառավարություն ոչ ման չի խնայ, բայց իրենց կասի ինչ հնարավորություն ունի, չունի։ Հետո մի խումբ ստեղծեք Քոչարյան Ռոբերտը հայտնի է աշխարհում ամենահայտնի հարուստ Ղարաբաղցին է, չէ՞։ Գնացեք բան ուզեք, թողտացեք, ինչու չի տալիս։ Այդ իր ունեցածն է։ Պատժեք տա նաև դրա, ձեր երկիրը ձեր աչքի առաջ էս գեներալները հանձնեցին։ Գնացեք այդ Արցախի հայ գեներալներից ուզեք, բոլոր տեղյակներ ունեն, ովքեր որ ունեն, ինչու չեք ուզում։ Ինչ եք ուզում Հայաստանի Հանրապետությունից։ Ես ասել որ, այս նոր սերունդը պիտի կրթվի, դաստիարակվի, թե չէ, պիտի քաշ կա նորից 30 տարվա, այս բաներով եւ նորից ոչինչ չստացվի։ Մենք 30 տարին տեսանք, չէ, բարձվեց բանակը այն չի, մարդը այն չի, երկը այն չի, զենքը այն չի եւ այլն տեսանք, չէ։ Հիմա նույն ճամփեն է, դա ուղղված է այս մեկը, մաֆիայի ուզածն է եւ որը թելադրվում է Մոսկվայից, ուրիշ ոչ մի։ Եվ եկեղեցու պետերի ուզածն է։ Եվ ինչպես ասում են Նիկոլ Փաշինյանը, պատերազմի կուսակցության առաջնորդներ են։ Իհարկե պատերազմ, բայց ինչ ասի։ Պարոն Շիրինյան, դուրս գանք Կարճատև գովազդային դադարի եւ հասկանանք պատերազմ թե խաղաղություն, այս թեզն է արդեն շրջանառության մեջ դրվել նախընտրական շրջանում։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք, քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։
Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +300 74 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է, հիշեցնեմ, որ իմ հյուրն է տաղավարում Լևոն Շիրինյանը։ Պարոն Շիրինյան, խաղաղություն թե պատերազմ, այս թեզն է արդեն շրջանառության մեջ դրվել։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր քաղաքացիական պայմանագիրն է միակուժը, որը խաղաղություն է բերելու Հայաստանին եւ ամեն ինչ անելու են, պետք է տեր կանգնել այդ խաղաղությանը։ Ռոբերտ Քոչարյանն ասում է, այ խաղաղությունը, որը բերում է Նիկոլ Փաշինյանը, երաշխավորված չէ։ Եվ ընդ որում Նիկոլ Փաշինյանի պետք է չէ այդ երաշխավորված խաղաղությունը, որովհետև այդ խաղաղությունը պետք է միայն ասոցացվի նրա անվան հետ, եթե չկա Փաշինյանը, չկա խաղաղություն։ Պետք է նա գտնում է կոտրել Փաշինյանի այդ թեզը, որ եթե ինքը չլինի, կլինի պատերազմ։ Հիմա երկու կողմեր ինչու են Ռոբերտ Քոչարյանին, որովհետև այսօր էլ նրանք պետք է հայտարարեն թե իրենց վարչապետի թեկնածունով, այսինքն սա ոչ միայն քաղաքական, այսպես ասած, ֆիգուր է, այլ քաղաքական ուժ, որը մասնակցելու է ընտրություններին եւ հավակնություն ունի նորից լինելու ազգային ժողովում։ Որի ուրեմն ուժի հիմքերի հիմքում Հայաստանի կողոպտված դոլարներն են, դա որ ասում եք քաղաքական ուժ, քաղաքական դոլարները դեռ չբերվեցին։ Ասում են, դե այդպես են ասում, դատարաններից դուրս չեն գալիս, երբ որ չեք բան լինենք, ասեմ ուժ են։ Ուրեմն դա հասկանալի ուժ չի եւ այլ։ Հիմա տեսեք ինչ կա, ես ձեզ աշխարհում եք ուզում եմ ասեմ հետեւյալը։ Այդ դիխոտոմիայի դիսյունկտիվ դատողություն են գոչվում։ Կամ սա կամ նա, ես լավ չեմ ընդհանրում եւ դա շատ վատ է։ Թուրքիա թե Ռուսաստան, Ռուսաստան թե Թուրքիա։ Ուրեմն, բայց բոլոր դեպքերում հարցը դրված ասեմ, ես դա լավ թեզից չեմ ընդունում, եթե խաղաղություն չէ, ուրեմն պատերազմ, եթե պատերազմ չի, այս տեսակը, ուրեմն եւ անձերի հետ չպետք է կապել այդ երաշխավորած խաղաղությունը։ Նաեւ եւ այն։ Հիմա տեսեք ինչ կա, բայց անցնենք։ Իմ կարծիքով եւ իմ կուսակցության տեսակետով այսպես է խաղաղություն թե պատերազմ դրա տակը ուրիշ բան կա,
հարաբերությունների կանոնավորում հարևանների հետ։ Դա խաղաղությունով կուղեկցվի, թե պատերազմ կառաջացնի ժամանակին, բարձ է մեր կողմից առայժմ հնարավոր չի առաջացնի, եթե ծայրահեղ վիճակ չլինի։ Հենց չեմ ասում, որ բացարձակ մեզ պետք է հարցի հագեն, մենք էլ լռենք, այդպես չէ։ Ուրեմն ճիշտ է հարաբերությունների կանոնավորումն է բոլոր հարևանների հետ, հատկապես նաև նրանց հետ, ում հետ որ հարցեր շատ ունենք։ Ուրեմն գիտեք ինչ կա, այդ նույն Արտաշես Աբեղյանը գրում է, որ ասում են, որ դաշնակցականները կարդան, որոնք ոչնչից տեղյակ չեն, կամ էլ դիտավորյա տեղյակ չեն, 23 թվի գրած բաներ են 1900, ասում էր, որ այո Թուրքիայի հետ, որտեղ ամենամեծ վտանգը Թուրքիան է, ուրեմն նրա հետ պետք է կարողանանք, ուրեմն հարաբերություններ կանոնավորենք, բայց չեն մտածում, որ ամենամեծ վտանգը դառնալու է Ռուսաստանը Հայաստան համար, ինքն է սրում այս վիճակները։ Ուրեմն տեսեք, բարձր որ խաղաղություն է ուզում մեր ժողովուրդը, ուրիշ կերպ երևի թե ժողովուրդները ընդհանրապես խաղաղություն են ուզում, երևի, դա չեմ կարող ասել ուրիշ փոխարեն, մենք պետք է ունենանք խաղաղ շրջան, որ երկիրը վերակառուցենք, կայունացնենք, զարգանանք, այդ ամերիկյան օժանդակությունից օգտվենք, տեխնոլոգիաման եւ այն համալսարան վերականգնենք։ Հիմա դա ուրիշ բանաձև չունի։ Այսօր որպես ավելի մեծ ազդեցիկ քաղաքական ուժ, քան քաղաքացիական պայմանագրին Հայաստանում չկա։ Այդ մաֆիան էլ նրա ուժը չունի։ Ասեմ ինչու մեր ժողովուրդը ոնց որ թե կներեք մաֆիայի վրա անդադ թեքումներ իրենք չեն հասկանում։ Երևի լավ չեն հասկանում։ Ուզում եմ ասել, այս հարցերը կան, մնացածը այսպես պիտի լինի։ Հայտնի բանաձև կա էլի, խաղաղությունից խոսում ենք, խաղաղության համար պայքարում ենք, պատրաստվում ենք պատերազմի, ինչքան պատրաստվում ենք պատերազմի որակով, այնքանով խաղաղությունը մոտենում է անընդհատ, հակառակը չի լինում։ Եղավ, այսինքն դրա համար ինչը քննադատ է, նորմալ գնում է գործընթացը, երեք ես հաջորդի մի հաղորդագրություն ինձ համար եւ ուզում եմ ընկերներին ասեմ, մեր եթե տեղյակ չեն, որ առաջիկայում կառավարությունը ուրեմն ցույց է տալու այն զինատեսակները, որ ձեռք է բերել ուրեմն Հայաստանը պատերազմից հետո, որի վերաբերյալ այս Ղարաբաղյան կլանի պարագլուխները երազել անգամ չէին կարող։ Այս տարին ինչ-որ չափով գիտեմ, որտեղ Հնդկաստանի հետ հարաբերությունների վերականոնավորման հիմքը ես եմ դրել ժամանակին եւ շատ բաներ եմ արել։ Ես եմ առաջինը 23 թվականի ապրիլի 25-ին Վաշինգտոնում եղել ամերիկացի հանրապետական սենատորի տանը, հանրապետականի տանն եմ եղել։ Բայց բանակի ուժեղացումը դեռևս խաղաղություն չէ, պարոն Շիրինյան։ Հիմա գրավական է, հիմք է, բայց դրա համար տնտեսություն է պետք, տեխնոլոգիա է պետք։ Այսինքն բանակը ինչու է զարգացնում, բանակը եթե ասենք այն պետությունները չեն, որ ուզում են պատերազմ ամեն ինչ որ նպատակի համար, դա պաշտպանություն կազմակերպելն է, ապահովություն եւ այլն եւ դաշինքների մեջ լինելը։ Ուրեմն այնպես որ այդ բոլորը նորմալ գնում է, բայց աննորմալությունը ինչի մեջ է։ Դա Ռուսաստանի ներկայություն չի ենթադրում Հայաստանում։ Դա չի ենթադրում Հայաստանի պետության վերացում հակառակը։ Դա չի ենթադրում Հայաստանում Ղարաբաղյան կլանի եւ նրանց հետ կապված մաֆիոզ շրջանակների ապահով կյանք չի երաշխավորում։ Այս բոլորը խնդիրներ են, դրանք պիտի հասկանանք, մնացածը կարծում եմ, որ գնում է դժվարին վիճակ է, բայց ձեր թույլտվությամբ մի օրինակ եմ ասելու ժողովրդին եւ մեր ուրեմն նաեւ իշխանություններին առիթ չի եղել, ասել եմ ժամանակի մոռացած կլինեն։ Ուրեմն Հիտլերին Գերմանիայում իշխանության է բերել, գիտեք ինչը, Վայմարյան հանրապետության դեմոկրատիան, ժողովրդավարությունը, երբ Հիտլերը եւ նացիստները լավագույնս խոսքի ազատություն, ցույցերի ազատություն, ընդվզումներ օգտագործեցին, մոտավորապես դա հիշում եմ մենք Գալստանյանի արածը, ազգային եւ այլն, այդ մեկ, երկու գործոն է աշխատել։ Եվ երկրորդը Հիտլերին իշխանության է բերել սովետական միությունը։ Հիմա կասեք ինչպես, ոնց։ Ուրեմն քանի որ սրանց նպատակը ռուսների Եվրոպան ցնցելն էր, հիշեք այն գերմանական հեղափոխություն դպրոցներից սովորել ենք Սպարտակ եւ այլն,
միշտ նպատակ են ունեցել այն հայտնի թեզ իրականացնել, պրոլետարներ բոլոր երկրներ միացեք, հիշում եք, պրոլետարներ բոլոր երկրներ միացեք և սովետական միության մի հատ գերբը հիշեք, զինանշանը, երկրագունդը չի 5 աստղերով, այսինքն երկրագունդ, որ ռուսները տիրել են այդ ամբողջ աշխարհին, այս է սիմվոլիկան, նույնիսկ պատմվածքներ կան, դրա վերաբերյալ, ինչ ասում են փաստեր են, որը մեկ չի կարող ասել, ինչպես եղավ, որ Հիտլերին բերին իշխանության, բերեցին, որպեսզի ուրեմն կամ Գերմանիայում հեղափոխություն լիներ նորից, Վայմարյան հանրապետությունից առաջվա եղած վիճակը, կամ էլ եթե դա չլներ Գերմանիան զինեն բաց թողեն Եվրոպայի վրա, առաջին հերթին Անգլիայի և Ֆրանսիայի, ինչ որ փորձեցին չստացվեց, իրենք ընկան ծուղակը, ինչպես Բուչայում, ինչպես փորձեցին մի բան, ընկան ուրիշ տեղ, ուրեմն հիմա շարունակեմ, 32 թվականին տեղի ունեցավ Բունդեսթագի ընտրություններ, պարլամենտական ընտրություններ, թվերը չասեմ կարևոր չի, 3 կուսակցություն առաջնություն ունեցան, առաջինը կարծեմ սոցիալ-դեմոկրատներն էին, երկրորդը նացիստներն էին, երրորդը կոմունիստներն էին, Թելմանին են, չէ, լացակումած մենք իշկան, գիրք ենք կարդացել, թե Հիտլերը ոնց սառեցրեց, ինչ արեց, այդ բոլոր ոճիրները կռեմլում են այդ բոլորի, որտես այս քոծերը, սոցիալ-դեմոկրատները, ինչպես որ մեր, այնպես կոմունիստները, ոճրագործները, գերմանացիները, իրենց երկրում, իրենց Մոսկվային ենթարկվելու պարագայով իշխանության բերին Հիտլերին, որն էր, ուրեմն եթե Հիտլերը առաջին տեղ դուրս չէր եկել, երկրորդն էր, եթե սոցիալ-դեմոկրատները և կոմունիստները իրար էին միանում, Շլայերմախեր կար և բանը կար, Էրնեստ Թելմանը, եթե սրանք իրար միանային, դաշինք ստեղծեին, Հիտլերը երբեք առաջի տեղ չէր դուրս գա և չէր կարող։ Որպեսզի առաջի տեղ դուրս գա և կարողանա առաջ անցնել, Մոսկվայից արգելեցին ուրեմն սոցիալ-դեմոկրատական և կոմունիստական կուսակցությունների դաշինքը, այսինքն գերմանական ժողովրդի ողբերգության մեջ ռսաստրուկ գերմանական կոմկուսն էր, որը Մոսկվայի հրամանով ոչ թե բանի գնաց, միասին որպես Հիտլերի նացիստների առաջնությունը չլինի, այլ ուրեմն չմիացավ և նա առաջ ընկավ, հետո ցույցեր բաներ, Հիտլերը շրխկոցով դարձավ Գերմանիայի կանցլեր և Հինդենբուրգը, որ չէր էլ ուզում, որ նրան նշանակեր, կանցլեր վարիանտ չկար էր, որտև անցել էր, ահա հիմա նույնը Հայաստանում կարող է կրկնվել, իրենք ունեն փորձ, այսպես, հիմա դրա համար սերկատում բաց են թողել, ով է ընդդիմության թեկնածուն, ասեմ, այսօր էլ հայտարարեն, ոչ մեկը չգիտի Մոսկվայի թեկնածուն ով է, վաղը դրանցից մեկին կվերացնեն, ուրիշ թեկնածու կգտնեն եթե գնան այդ ճանապարհով, այնպես որ ես զգուշացնում եմ մեր ժողովրդին և մեր բանը, որտեղ մենք կամ շարունակում ենք մեր պետական կյանքի շարունակականություն և ժողովրդի, կամ էլ հայտնի չի ինձ, եթե դա է լինելու այս կլանի վերադարձով, ինձ համար հայտնի չի, այդ որ ասում են գուբերնիա բան, նույնիսկ գուբերնիա բանն էլ հասկանալի չի, սրանք ինչ են անելու։ Ուժեղ Հայաստանը ձեզ համար հասկանալի է։ Ուժեղ Հայաստանը։ Եվ դա լինելու է այն դեպքում, եթե լինի Սամվել Կարապետյանը։ Մենք ասեմ, դե ես պարզ է որ քրիստոնեան ժողովրդավարական կուսակցության հայեցակարգի շրջանակներում եմ դատողություն անում բնական է նաև քրիստոնեության բանի մեջ։ Ուրեմն քրիստոնեությունը վաղուց կներեք թքել է ուրեմն անձնիշխանության եւ անձերի բացառիկացման վրա։ Դուք գիտեք, որ դա բանը դիտվում է քրիստոնեության մեջ, որ հետանոսական բաներ էլի, այս անձերն քրիստոնեությունը ժողովուրդ եւ այլն, այն ինչ որ գիտեք, ուրեմն այստեղ այդքան անձն է, թե ուժի մասին է խոսքը։ Նրա ուժը մեր վրա է պատել, բայց նա ուժ չունի, ասեմ ինչու, մեր 90 օր է մնացել, 90 օր է մնացել։ Եթե ուժեղ էր, Մոսկվան է իրեն ուղարկել այս քայքայիչ աշխատանքի համար։ Եկել բանտը նստել է, թող գնա Մոսկվա նստի։ Ինչի կարող է ես նույնիսկ կասկած ունեմ, որ սա Մոսկվայից փախել է կապիտալը փրկելու համար, արխային ապրում է այստեղ այդ իր պատվարներում։ Այդ ոնց որ հասկանում եք ոնց այստեղ շատ մութ պատմություններ կան։ Մեզ ուժեղ բան չի պետք, մեզ պետք է ուժեղ պետություն,
հզոր որ ասում ենք պետություն, ասեմ չափորոշիչները, ժողովրդավարություն, եթե ինձ հարցնեք, քրիստոնեական ժողովրդավար երանգ ունի, մարդասիրական է, հումանիստական է, մշակութային է, Արժեքներն են։ առաքինի է, դա պարզ է քրիստոնեական ժողովրդավարություն, երանգներ կան։ Երկրորդը մեզ պետք է իրավական պետություն, հիմա իրավական պետություն, որ հիմա սրանց ագաժները կտրել, շպրտել էր, արաքսից են գոհ։ Պարոն Շիրինյան, դուք որպես քաղաքական դուք կարող եք միավորել մնացած բոլոր ուժերին, բայց ուժեղ Հայաստանն միավորվում է։ Ասեմ, շատ լավ հարց տվեցիք, իսկապես վաղուց եմ մտորել։ Միավորվել պետք է թե չէ, նայած ինչ ենք հասկանում այդ միավորման տակ։ Օրինակ ես գիտեմ եւ ես կուսակցության անունից հայտարարություն եմ արել եւ հիմա էլ անում եմ։ Լայնորեն պատրաստ ենք համագործակցության բոլոր այն ուժերի հետ, անհատների, մարդկանց հետ, երկրի ներսում դրսում, ովքեր Հայաստանի անկախ պետությունը այն ինչ որ կա զարգացումն են ուզում։ Քաղաքացիական պայմանագրի։ Առաջին հերթին բնական է նրանց, որտեղ հեղափոխությունն արել է վարչապետը։ Որտեղ ուժեղ Հայաստանը այդ հակառակությունը։ Չէ, այսինքն իշխանությունը իրենք են եղել, իրենք են արել հեղափոխություն, մենք բոլորս կանգնել ենք, թև ու թիկունք կողքներին ենք եղել, արել ենք այն, մի մասը հայտնի, մի մասը անհայտ, ինչ որ հնարավոր է եղել, պատրաստ ենք այդ իմաստով համագործակցության եւ ցանկացածի հետ։ Հիմա տեսեք երկրորդը, այդ որ գալիս են միավորվեք, ես հիշում եմ երջանիկ ժամանակների բանի ուրեմն այդ օպերային հրապարակի ուրեմն ցույցերը, որոնք սկզբից ազատության հրապարակում էին, հետո վերածվեցին թատերական, հիշեք, թատերական հրապարակ մի ժամանակ, ազատությունը վերածվեց թատրոնի եւ շրջանառվեց մի լոզունգ, առողջներդ միացեք, հիվանդները, չգիտեմ, հիվանդները թե իշխանությունն է ենթադրվում։ Հիմա թե ով ինչքանով է առողջ, դժվար է ասել, ով ջերմաչափ ունի։ Ինչն է հարցը։ Նայեցեք Հայաստանը ինչի դուրս չի գալիս քաղաքական ճգնաժամի վիճակից կամ տհաճ վիճակից, որն է։ Հենց իշխանությունը բևեռ է, ինքը բևեռ է, չէ, մանավանդ քրեականացած, բողոքտած եւ այլն։ Խոսքը այս իշխանության չի վերում, հստակ եմ հայտարարում։ Այստեղ կարող են լինել, բայց իշխանություն ինքը չի տա, բոլորը չեն։ Հիմա այսպես, երկրորդ մասը կա, այն ընդդիմադիր, չեն ընդդիմադիր եւ այլն, լցնում են կոդլով միտեղ, ինչ որ մի հատ շեֆ են ճարում, հետո այդ շեֆը համախմբում է իր շուրջը, հետո սկսում են ուրիշ բաներ եւ այլն, հետո Հայաստանում լինում են ընտրություններ, էլի խորհրդարանն ունենում է երկու թև, դիմադիր, այն որ ասի չեմ սիրում դիխատոմիան այդ կամ, ինչ է լինում, ունենում ենք խորհրդարան, պարլամենտ չենք ունենում, եւ դա ուղղորդվող գաղափար է, միացեք իրար, այո, միանանք իրար, ինչպես, համագործակցաբար, ոչ թե դաշինքներով, այսինքն դաշինքը նշանակում է գլխիդ մի հատ շեֆ են դնում, հետո քանի որ կոնսենսուսով է հարցերը եւ այլն, դուք ուզեք ենթարկվում եք նրանց, ովքեր ինչի որ չեք ուզենա, այլապես պիտի պառակտեք, թե ժողովրդի դիմաց։ Հիմա դուք ընդունում եք, որ ուժեղ Հայաստանը կարողանալու է ամեն դեպքում ընդդիմադիր ուժերին միավորել, որտեղ կարծես թե Սամվել Կարապետյանը իրենց ֆավորիտ լինելու է լավ Հայաստան, համագործակցաբար։ Այն ժամանակ ԿՊ-ն եթե կանցնի, կունենա որակյալ մեծամասնություն, կառավարություն կազմի։ Մենք եւ մեր նմանները կգտնեն ընդդիմադիր, բայց կառուցողական։ Ուրեմն այլանդրանք, այդպես է տերմինը դրա, այլանդրանք այն ինչը որ մենք հայտարարենք ժամանակին կլինենք այդպեսի ընդդիմություն, եթե Աստված անի կամ չանի, կապ չունի։ Եթե ուրեմն ԿՊ-ն չունենա, այսինքն վարչապետի, ես վարչապետի նկատի, վարչապետի հենարանը չունենա որակյալ մեծամասնություն, մենք պատրաստ կլինենք կոալիցիոն կառավարություն կազմելու եւ սրանց մուրազը փորերը կմնա։ Կառավարական ճգնաժամ չի լինի Հայաստանում։ Մնացած ինքը կգնա, այնպես որ այդ ձևով մենք կունենանք խորհրդարանականություն, ոչ թե խորհրդարան մենակ, պարլամենտարիզմ եւ ոչ այս ձևի պարլամենտ իրար բախվող եւ այդ ժամանակ մենք կունենանք ուժեղ հզոր բարոյական Հայաստան, քաղաքական Հայաստան, ոչ քրեական Հայաստան։ Եվ պարոն Շիրինյան, մեր հաղորդումը մոտենում է ավարտին, Իրան եւ Միացյալ Նահանգներ այս հակամարտության ինչպես եք տեսնում։ Որտեղ կարծես թե նոր զգում եմ այսպիսի բան։ Ամերիկացիները փորձում են
Իսրայելը տարբեր է մի քիչ, բան ամերիկացիները փորձում են ռեժիմի փոփոխություն, բայց ոչ Իրանի ոչնչացում, ոչ տրոհում։ Նույնիսկ այս սպանությունները, այս ամենը Դե որ իրենք ես ձեզ մի բան ասեմ էլի, ուրեմն Թեհրանում քանի անգամ շատ մարդկանց հետ եմ որ վերջի անգամ եղա, ասում են լեզու գտեք իրար հետ էլի, դա չի ամերիկացիներ, հզորությունները տարբեր են իրենց եւ այլն լեզու գտեք եւ իրար հետ համախոհ եղեք։ Հիմա ակնհայտ է մի բան, որ բանը Թրամփը հանրապետական գուսակցություն, որոնք ռեալ պոլիտիկներ են, սրանք տարբեր են դեմոկրատներից, հավանաբար որոշում ունեն Իրանի ռեժիմը փոխելու։ Իրանը կարող է դիմադրել, թե չէ, դե դժվարանում եմ ասել, բայց նաև ես միշտ հուսահվում եմ Իրանի հարցով բաց քննարկումներից։ Բայց այն, որ արդեն կարծես թե լայնացրել է իր այդ պաշտպանողական, այդ հարձակողական Իրանը, Միացյալ Նահանգների բանկեր, բազաներ։ Մենք պետք է հաշվենք հետևյալը, Իրանի տնտեսական պոտենցիալը ինչպիսին է, նա կարող է շարունակել այս վիճակում արտադրություն եւ այլն, որ խիստ կասկածում եմ։ Եվ առհասարակ մեզ էլ վերաբերվի, մենք ունենք երջանիկ պատականություն, պատական չի ենք անել, ուրեմն Թրամփի օժանդակությունը այդ բանի տեսքով ճանապարհի եւ Թրիփը չի ձգձգվելու հայտարարում է Փաշինյանը, բայց կան միջոցներ եւ հնարավորություններ։ Ժամանակը մի քիչ կձգվի, բայց առանց առաջադեմ ուժեղ համալսարանների ոչ մի երկիր չի կարող Եվ ինչպես դուք ասացիք, եթե Միացյալ Նահանգները դիրքավորվում է Հայաստանում, ինչ է լինում Ղարաբաղյան կլանի եւ ընդդիմության հետ։ Մենք ունենք մի բան, որը 100%-անոց է, մենք երբեք թույլ չենք տա մեր տարածքը օգտագործվի Իրանի իսլամական լինի ոչ պետության դեմ բացառված մեր տարածքը։ Մնացածը մենք ինքնիշխան ենք, շատ ավելի ինքնիշխան ենք ցանկացածի հետ կարող ենք հարաբերվել ինչպես կուզենանք։ Օրինակ դրա մեջ իմ տեսակետն է Ռուսաստանից որպես ինքնիշխան պետություն պիտի շատ հեռանանք, որտեղ ինքը շատ է ներկա։ Երբ որ կգա մի հասկանալի բանի, կվերջանա, իսկ Հայաստանի տարածքից բացառված է Իրանի դեմ, իրենք էլ կարծում եմ եւ ամերիկացիներն են դա լավ հասկանում, հասկանալով չէ, եւ ուրեմն եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Հիմա ուրիշ բան է հեռանկարը։ Ես ասեմ, ինչպես եմ պատկերացնում հեռանկարը։ Եթե ուրեմն վարչակարգ ամերիկան գնալու է մինչև վերջ, իմ ասած տեսակետով, Իրանում ռեժիմը փոխվելու է կամ մեղմանալու է, բայց պետությունը մնալու է, տրոհում չի լինելու, բացառված է։ Ռուսաստանից Իրանը հեռանալու է, չեն թողելու դաշինքի մեջ լինի, այդ սև հարուրակային պետությանը չեն թողել, որ օգտագործում է նաև նրան։ Հիմա այս պայմաններում ինչ է լինում, եթե մենք նկատի ունենանք նրա տարածքը ահռելի է, պատկերացնում եք։ Բնակչության թիվը, նաև Պարսիկ ժողովրդի մշակութային ավանդույթ։ Քաջությունը, ինչպես ասում է Թրամփը։ Միշտ հիշեք, մշակութային ավանդույթ, օրինակ իմ հույսը մեր ժողովրդի վրա չէ։ Մենք ունենք մշակութային մի ավանդույթ, որ կհիշեցնենք, որ ես միշտ հիշեցնում եմ։ Ուրեմն դրա համար է իմ վստահությունը։ Ուրեմն մշակութային այդ ամեն ինչը եւ ուրեմն մնացածը այն հնարավորությունները, նյութական ռեսուրսը, որ կա, հանքեր, նավթեր եւ այլն։ Ես կարծում եմ, որ Իրանը ոչ մի ապակա չունի դեպի Մերձավոր Միջին Արև, Իրաք եւ Միջերգրական ծով, բացառված է։ Դա ժամանակի հարց է, ցավոտ հարց է, իրենք տարերով եղել են, հիմա էլ ուզում են լինեն։ Ես դա բանում եմ ասել, իրենց շատերին։ Դա բացառված, իրենց ոչ մեկը չի թողելու, որ իրենց արևմտյան սահմաններից միջերգրական ծով նորից ծավալվեն։ Հիմա երկրորդ մասը կա։ Կարծում եմ հիմա նոր էլիտան ինքը իմաստավորում հասկանում է, որ պետք էլ չի, ինչ է պետք, այդ դեպքում իրեն ամենառաջինը պետք է աշխարհ դուրս գալու համար Հայաստանի հարավ-հյուսիս մայրուղին, որը անվտանգ է, ապահով է եւ վերակառուցվում է։ Ես նույնիսկ չեմ էլ վերջերս մի ամենապատասխանատու ընկերոջ ասեցի, ասել եմ, ինչպես
Չաբահարի նավանկիստ եղա օվկիանոսային եւ այդ օվկիանոսային նավանկիստը աշխատելու է այս բաները եւ Հայաստանն ունենալու է եւ դեպի օվկիանոս ինչին չենք ունեցել դարերով ծով դուրս գալը սա հեռանկար է եւ այդ իմաստով վստահաբար եթե ամփոփիչ ասենք Իրանը իր պոտենցիալով նյութական նաեւ եւ պատմական հուշով այս բոլորով լինելու է տարածաշրջանի ամենադինամիկ զարգացող պետություններից մեկը, բայց այսպեսին չի լինելու։ Եվ կարծում եմ ռեժիմի փոփոխությունից հետո Իրանի ժողովրդագեզ թույլել չի տա, որ առաջանա մի ռեժիմ, որը այն ինչ որ է։ Մնացածը այդ դեպքում դուք պատկերացնում եք Հայաստանն ինչ առաջընթաց կունենա։ Հայաստանը կլինի, այդ ասեմ, ահա վարչապետի սկսեցինք, վերջանա Հայաստանը լինելու է, նաև այդ եվրոպական բանից եմ վերադարձնում եմ, այսօր Կովկասի բանալի պետությունը, մոդելի իմաստով Հայաստանը լինելու է Լեհաստանը դուք գիտեք, բարեփոխումների առաջի երկիրն է, որ հետ սովետական տարիներին ձեռք է բերվել, Լեհաստան ենք, մենք Լեհաստանն ենք լինելու մեր տարածքում, մեր համալսարաններով, մեր տեխնոլոգիա, իհարկե ամերիկյան օժանդակության, ֆրանսիական եւ այլն։ Շնորհակալություն պարոն Շիրինյան, այսօրվա հաղորդման համար։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։